Իմ կյանքը շատ ու շատ բաներով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին։ Չլինեի նրա մտերիմն ու որ ամենակարևորն է, ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թվականներին գրված եւ իր կողմից նամակ հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը։ Չարենցի ձեռագրերի պահպանումն իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին։ Այս տարի լրանում է Ռեգինա Ղազարյանի 110-ամյակը, բացի Չարենցի նշանավոր գործերը փրկելուց նկարչուհին հայտնի է դիմանկարների ու թեմատիկ պատկերների յուրահատուկ շարքերով։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ է գրավում Չարենցյան թեման։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը Ռեգինա Ղազարյանի Հոբելյանի առիթով արվեստասերին է ներկայացնում նրա աշխատանքները, որոնց մեծ մասը բերվել է Չարենցի տուն թանգարանից, իսկ հայտնի Չարենցն ու Գորկին կտավը պահվում է այստեղ թանգարանի ֆոնդում։ Մենք որոշեցինք ցուցադրել Ռեգինա Ղազարյանին որպես նկարչուհի, որովհետև առհասարակ հասարակության մեջ Ռեգինա Ղազարյանը հայտնի է որպես Չարենցի ստեղծագործությունների պահպանող եւ փոխանցող մեզ, իսկ որպես նկարչուհի շատ քչերին է հայտնի։ Իսկ Չարենցի տուն թանգարանում պահվում են նրա ստեղծագործություններից, հատկապես ռուս ստեղծագործողների նկարներ, բացի այդ թանգարանը եւս ունի կտավ Չարենցը եւ Գորկին, ոնց որ միասին որոշեցինք, որպեսզի ցուցադրություն կազմակերպենք եւ նվիրենք նրա ծննդյան 110-ամյակին։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի եւ Եղիշե Չարենցի տուն թանգարանի գործակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված է նկարչուհու աշխատանքները, որոնք լավագույնս ընդգծում են արվեստագետի անհատականությունը։ Ռեգինա Ղազարյանը իր ստեղծագործություններում ունի անդրադարձ նվիրված ռուս գրողներին։ Եվ բնական է այս միջոցառման խորագիրը ընտրելով Չարենցի Ռեգինան մշակութային կամուրջ, առաջին հերթին ի նկատի ենք ունեցել Չարենց-Ռեգինա հարաբերությունները կապը եւ միևնույն ժամանակ հայ եւ ռուս մշակույթների կամ մշակութային գործիչների պատկերները կերպարվեստում։ Երկու թանգարանի տնօրեններն էլ խոստանում են տարին հագեցած է լինելու Հոբելյարին նվիրված միջոցառումներով եւ նրա աշխատանքների ցուցադրություններով։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։